Յուքոմի աջակցության մայիսի 15-ին Լորիում Coaf Smart կենտրոնը դարձել էր նորարարության և տեխնոլոգիաների էպիկենտրոն։ Հենց այստեղ է այս տարի անցկացվել Silicon Mountains մարզային ֆորումը։ Տեխնոլոգիաների և նորարարությունների շուրջ քննարկումները տեղափոխվել են մարզեր։ Մենք Silicon Mountains-ը իրականացնելու ենք տարվա մեջ 2 անգամ։ Առաջինը Հայաստանի Հանրապետության որևէ մարզում և վերջինը ամփոփիչը արդեն Երևանում։ Մեզ համար սա պարզապես միջոցառում չէ, սա գաղափարախոսություն է և այսօր այստեղ այս կենտրոնում, Coaf խելացի կենտրոնում, կարելի ասել այդ Silicon Mountains-ի ամբողջ շունչը ստեղծգործվում է։ Յուքոմը ֆորումի տեխնոլոգիական գործընկերն է, Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը մասնակցել է կիբերանվտանգությունը և տվյալների պաշտպանությունը թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում իր փորձն ու տեսակետներն է հայտնել կիբերանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին։ Միշտ մենք խոսում ենք, լսել ենք արհեստական բանականություն, լսել ենք կիբերանվտանգության մասին և ոնց որ դարձել է առօրյա կյանքի անբաժանելի մաս, փորձ ունենալ և պահել ներսում, պահել ինչ որ մեջը, դա սխալ է, պետք է գիսել փորձը և փոխանցել ուրիշին, որ ուրիշն ալ շարունակի ճանապարհը և այսպես կկառուցվեն տնտեսությունները և այսպես կկառուցվեն և որ խոսում ենք ապագայի մասին, այսպիսին է մոդելը, որ կառուցենք ավելի լավ և ավելի հզոր ապագա և հատկապես որ հասարակությունն ալ պետք է բավական հասկանա թե ինչ է արհեստական բանականությունը և ինչն է կիբերանվտանգությունը։ Արհեստական բանականությունը և ավտոմատացումը, ինչպես նաև խելացի թվային ենթակառուցվածքները թեմաներով պանելային քննարկումներին ներկա էր բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցանակաբաշխության դափնեկիր, ճապոնացի ճարտարագետ դոկտոր Յոշիակի Հագիվարան։ Ֆորումի շրջանակներում կազմակերպվել է նաև կիբերպատերազմ խաղը, 2 փորձառու թիմեր կազմված կիբերանվտանգության մասնագետներից հաջորդաբար եղել են հարձակվողի և պաշտպանվողի դերերում։ Այցելուները ծանոթացել են ժամանակակից DDoS հարձակումների մեթոդների և գործիքների, արդյունավետ արձագանքման և պաշտպանական ռազմավարությունների հետ, բացահայտել կիբերանվտանգության վերջին միտումները։ Զարու Իսահակյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։